Շնորհակալ եմ, որ եկել եք։ Բոլորին դեմ եմ բոշկա գլորելու ակցիա։ Ինչպես գիտեք, բոլորին դեմ եմ ներկայանում է շատ յուրօրինակ ակցիաներով, շատ քաղաքացիներ մտածում են, որ այս process-ը անլրջացնում է քաղաքական դաշտը, անլուրջ է, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարեմ, որ այն ակցիաները, որոնք որ մենք կազմակերպում ենք, դրանց մեջ ոչ մի անլրջություն չկա, այո, միգուցե դա ծիծաղելի է մարդկանց համար, նայում են, ոգևորվում են, դրական լիցքեր են ստանում, բայց այն ինչը որ մենք կազմակերպում ենք, այդ ամեն ինչի մեջ կա քաղաքական մեսիջ ու կոնկրետ այս բոշկա գլորելու քաղաքական մեսիջը այն է, որ դուք բոլորդ մեր քաղաքացիները մեզնից լավ գիտեն, թե ներկա քաղաքական դաշտում ինչա տեղի ունենում, ինչ են անում քաղաքական ուժերը իրար հետ, բոշկա են գլորում, այնպես որ մենք այսօր հավաքվել ենք քաղաքացիներին ցույց տալու, թե որն է իրական բոշկա գլորելը ու հիմա գլորելու ենք։ Շնորհակալություն։ Այս երթով մենք շարունակելու ենք, Մաշտոցի պողոտայով իջնելու ենք, հետո Ամիրյանով գնալու ենք հրապարակ ու մետրոյի մոտ կանգնենք, վերջում եթե հարցեր լինի կարող եք այդպես տալ։ Շնորհակալություն։ Կարելի է։ Դու Սպայդերմենն ես։ Մի հատ ավելացում անեմ, սիրելի լրատվամիջոցներ։ Ես կարծում եմ, որ մենք հիմա մի հատ կարևոր հանգրվանի ենք եկել, որտեղ մարդիկ ընտանիքներում, ընկերական խմբերում, տարբեր միջավայրերում շատ են խոսում բոլորին դեմեմի մասին, շատ են խոսում Սպայդերմենի կուսակցության մասին, շատ են խոսում ավտոբուսի կուսակցության մասին։ Մեր մասին արդեն բոլորը գիտեն։ Ու այդ մարդիկ շատ տրամաբանական են համարում նրանցից շատերը, որ հունիսի 7-ին գնան ու քվեարկեն բոլորին դեմին, համար 2-ին։ Եթե այդ մարդիկ քայլը անեն ու գնան քվեարկեն, մենք ոչ թե 4%-ի շեմը կհաղթահարենք, մենք գուցե 10%-ի շեմը եւս հաղթահարենք։ Ու այդ մարդկանց դիմում եմ կոչով։ Դուք կարող եք ընտրել այն անլուրջ համակարգի միջև, որ հիմա կա, որտեղ լուրջ մարդիկ զբաղված են անլուրջ բաներով, կամ ընտրեք մեզ, լուրջ մարդկանց, ովքեր ընդամենը ծաղրում են այս համակարգը։ Հունիսի 7-ին մենք բոլորից սպասում ենք, որպեսզի դուք գաք ու քվեարկեք բոլորին դեմ եմ։ Քվեաթերթիկ համար 2։ Շնորհակալություն։